Երբևէ նման բան չեմ խնդրել, բայց հիմա անում եմ։ Խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, կիսվեք դրանով եւ պլյուս դրեք մեկնաբանություններում, եթե նամակը ուղարկել եք հանձնաժողով։ Վեոլա ջուր ընկերության դեմ բողոքը ուղված մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին այսօր մուտքագրեցի այդ հանձնաժողով։ Ըստ էության իրավաբանական միս ու արյուն է ստանում այն գործընթացը, որը մեկնարկել էր մի քանի օր առաջ, կապված Վեոլա ջուր ընկերության կողմից ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությանը հանրային դժգոհությանն ի պատասխան։ Բայց իմ կողմից մուտքագրված բողոքը բավարար չէ։ Բավարար չէ, որպեսզի Վեոլա ջուր ընկերությունը, հանձնաժողովը եւ պետական այլ պատկան մարմիններ արձանագրեն հանրային շահի լուրջ արկայություն այս ամենի մեջ։ Այսինքն անհրաժեշտ է ձեր աջակցությունը։ Ես խնդրելու եմ ձեր աջակցությունը եւ ձեր կողմից ակտիվ գործողությունների կատարումը։ Ձեր միացումը ինձ հիմք ստեղծեց ու տվեց հնարավորություն ուղարկել այս նամակը, բայց ինչ է անհրաժեշտ հիմա։ Facebook-յան իմեջում, քանզի Instagram-ը թույլ չի տալիս, ես տեղադրում եմ նամակը, որը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը դժգոհ է Վեոլա ջուր ընկերության գործողություններից, կարող է ուղարկել այս էլեկտրոնային հասցեին, ընդհանրապես կոպի անելով, անձը հաստատող տվյալներ ու անուն ազգանուն ավելացնելով։ Որևէ այլ բան պետք չէ, ամեն ինչ արված է ու ամեն ինչ գրված է։ Հասցեագրված են բոլոր խնդիրները, 4 խումբ խնդիրներ։ Առաջին ջրամատակարարման գրաֆիկ։ Եթե Վեոլա ջուր ընկերությունը ինձ ուղված նամակում ասում է, որ 67.9% ջրի կորուստը կրճատել հասցրել է 56.9-ի, մենք դա պետքա տեսնեինք, ավելի լավ ջրամատակարարման գրաֆիկով չենք տեսնում, իսկ իրենց փաստարկները կառուցապատման մասով ու բաժանորդների ավելացման մասով, թվերի մասով համոզիչ չեն։ Երկրորդ խմելու ջրի որակ։ Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների քաղաքացիներ ուղղակի բողոքում են, թե ինչ խայտառակ որակի ջուր են իրենք խմում, ինչ գույնի, համի, ձևի, չգիտեմ, ջուր են իրենք խմում։ Փորձաքննություններ դեռևս անցյալ տարի կոդավորված անանուն տվել է ես եւ դա այդ արդյունքները կցված են եւ այս տարի եւս ձմեռային ժամանակում արված են այդպիսի փորձաքննություններ եւ մոնիտորինգի համար կցվել ուղարկվել են հանձնաժողովին, որտեղ 2 ամսից ամառային ժամանակում խայտառակ ջրի որակի սեզոնը կարելի է համարել, այսպես ասենք, բացված։ Երրորդ խումբը հավելագրումներն են։ Վեոլա ջուր ընկերությունը արդեն կանոններում կատարված փոփոխություններով հիմք է տալիս ասելու, որ կարող են լինել հավելագրումներ, այսպես ասած, կամ սխալ ուրեմն հաշվարկներ եւ պետք է դիմել ու վերահաշվարկ պահանջել, այնպես որ հորդորում եմ ձեզ իմիջայլոց այս մասով ուշադրությունը եւս հրավիրված է հանձնաժողովի եւ 4-րդ խումբը հաշվիչների հետ կապված ստուգանքների խնդիրներն են։ Ամբողջը արված ու գրված է։ Ձեզ խնդրելու եմ ուղարկել անպայման էլեկտրոնային հասցեով, երբեք չեմ խնդրել։ Խնդրում եմ տարածել, կիսվել, մեկնաբանություններում գրել, ովքեր են ուղարկել հանձնաժողովին։ Սա միայն իմ խնդիրը չէ, ու որպեսզի մարդիկ դա հասկանան, Վեոլան հասկանա, պետությունը հասկանա, պետական մարմինները հասկանան, անհրաժեշտ է հանրային շահ, անհրաժեշտ է հազարավոր նամակներով ողողել հանձնաժողովը եւ Վեոլա ջուր ընկերությունը, որպեսզի հասկանան, թե ինչքան կարեւոր է մեր բոլորի համար այս խնդիրը։